Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան ստորագրել են տնտեսական ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է ընդլայնել երկրների միջև գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, հանքարդյունաբերության, տիեզերքի եւ առողջապահության ոլորտներում։ Համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ինչպես հայտնի է պետական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։ ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի իրավիճակը երկրում եւ կապահովի խաղաղության պահպանումն, այս մասին ասել է նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում կայացած ներդրումային ֆորումում։ Նա նաեւ Իրանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին աջակցելը եւ ընտրել գործակցության ուղին։ Ես այստեղ եմ ոչ միայն դատապարտելու Իրանի առաջնորդների անցյալ գործողություններն, այլ նրանց նոր եւ ավելի լավ ճանապարհ առաջարկելու դեպի ավելի պայծառ ապագա։ Մենք կարող ենք գործընկերություն ձևավորել, բայց նրանք չպետք է լինեն սադրիչներ եւ շարունակեն աջակցել Համասին, Հզբոլլահին եւ Հյուսիսային Եմենում իշխող Անսար Ալլահ շարժմանը, ընդգծել է Թրամփը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ստամբուլում այս շաբաթ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե Պուտինը չգա, դա կլինի վերջնական կետը, որը ցույց կտա, որ նա չի ուզում ավարտել պատերազմը, հայտարարել է Զելենսկին ընդգծելով. միայն նա կարող է որոշում կայացնել հրադադարի վերաբերյալ։ Անցած շաբաթվա վերջին Զելենսկին եւ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիան Միացյալ Նահանգների նախագահի հետ հորդորել էին Պուտինին մեկամսյա հրադադար հաստատել։ Ռուսաստանի պատվիրակությունը կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին Ստամբուլում, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ եւ կսպասի ուկրաինական կողմին, ասել է Կրեմլի ներկայացուցիչը, այնուհանդերձ նա չի մանրամասնել Ռուսաստանի բանակցային խմբի կազմը, նաեւ չի նշել հանդիպման մեկնարկի ստույգ ժամը։ Բացի այդ, Պուտինի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե ցանկանում է անձամբ հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել որ Ղրիմը ամենայն հավանականությամբ կմնա Ռուսաստանի կազմում, ըստ նրա ուկրաինացիները բավականաչափ պարզություն ունեն ասելով, որ Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո չեն կարողանալու վերադարձնել իրենց բոլոր տարածքները։ Ղրիմը, որը 2014 թվականից Ռուսաստանի վերահսկողության տակ է, պետք է դառնա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների կետերից մեկը, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Եթե երկու երկրների միջև խաղաղություն կնքվի, այդ տարածքը ամենայն հավանականությամբ կմնա ռուսական, հավելել է նա։ Իսրայելը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 տիպի գերձայնային կործանիչներ, ըստ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նման գործարքը կվտանգի Իսրայելի ռազմական առավելությունը տարածաշրջանում։ Նա հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես կդիմադրի նման քայլի, այս մտահոգությունը ծագել է Թուրքիայի Սիրիայում ռազմական ներկայությունը խորացնելու եւ մշտական ռազմաբազաներ ստեղծելու նախաձեռնությունների համատեքստում։ Բացի այդ, գործընթացը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սերտ հարաբերությունների հետ։ Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում։ ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի նախաձեռնած Գազայի հատվածի համար մարդասիրական օգնության բաշխման ծրագիրը, այն անվանելով քող, որի հետևում թաքնված է պաղեստինցիների նկատմամբ նոր բռնություն եւ տեղահանություն։ Դա ցինիկ բեմականացում է, դա միտումնավոր շեղող մանևր է, հայտարարել է Ֆելչերը։ Մարտի 2-ից Գազա մարդասիրական օգնություն չի հասցվել եւ Գլոբալ Սովի մոնիտորինգի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է, ինչը Գազայի բնակչության մոտ 1/4-ն է։